20 միլիոն աստծո որդիներ Ստալինը զրկել է կյանքից եւ այս անաստված կաթողիկոսը, որի հերոսը Ստալինն է, որի իդեալը Ստալինն է, հաշտ է, բայց երբ Բալթյան երկրների սրբազան առաջնորդը խոսում է խաղաղությունից, հաշտությունից, օրհնությունից, սրանք ցույց վանգի մեջ են ընկնում։ Խաղաղության, հաշտության եւ օրհնության հականիշները որոնք են՝ պատերազմ, թշնամություն եւ անեծք։ Ահա ինչ է ուզում Ղարաբաղյան կլան ընդդիմությունը եւ նրանց գործակից չեքիստ Գարեգինը եւ իր չեքիստ եղբայր Եզրաս arczepiskopos-ը, նրանք ուզում են արյուն Հայաստանի համար մշտապես, ուզում են պատերազմ, թշնամություն եւ անեծք, ինչը որ ուզում է Բաքու Մոսկվա տանդեմը եւ Գարեգինը Կտրիչ Ներսիսյանը իբրև տրոյական ձի, որ ներդրված է մեր երկրում, երբ պետք է լինում, երբ Հեյդար Ալիևի երկու պարտկոմները Ռոբերտ Քոչարյանն ու Սերժիկ Սարգսյանը չեն կարողանում բավարար ավերածություններ գործել Հայաստանում, ոտքի են հանում այս երրորդին, սքեմավոր իրենց չեքիստին։ 2018-ից այս կողմ կարգանոցների թիվը կտրուկ նվազել է եւ ոչ մի հոգեվորականի օղակը սեղմված է բավական Գարեգին երկրորդի շուրջ, շատ խեղճացած է, ոչ մի հոգեվորականի չի զրկել տնից, աշխատավարձից, ծնունդից։ Սա Նիկոլ Փաշինյանի եւ հեղափոխության շնորհքն է։ Սերժի եւ Քոչարյանի այդ 20-ամյա դիկտատուրայի տարիներին նա ուղղակի ասպատակել տասնյակ հարյուրավոր ճակատագրեր եւ կյանքեր է խեղել, հիմա նա ծայրահեղ զգուշավոր է, եկեղեցում բացարձակ վախի մթնոլորտ է։ Մեկ-երկու հոգի կային, որ խոսում էին, հանդիմանում էին, բայց խորհրդավոր պայմաններում երկուսն էլ վաղամերիկ եղան, Մեսրոպ Մութաֆյան պատրիարքը Պոլսի եւ Բուկարաստ թեմի առաջնորդ Սեպուհ arczepiskopos Շուրջյանը։ Ոչ մեկ կարծիք չի հայտնում, Սեպուհ Սրբազանը վաղամերիկ մի առիթով նույնիսկ ասաց, մենք ինչ arczepiskopos դառնությամբ եւ ամոթով խոստովանում էր,